Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի հարևանությամբ գտնվող չշահագործվող արտադրամասն է։ Աբովյանցիների հիշողություններում սպիրտի զավոդը։ Օգոստոսի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնում գողության կապակցությամբ հնչած ահազանգը բաժնի քրեական հետախույզներին այստեղ բերեց։ Տեղում կատարված աշխատանքները փաստեցին, որ գողությունը օրերս չէր արվել, եւ կատարողը կամ փորձառու է եղել, կամ էլ այսպես ասած ներսի մարդ։ Տարածքի զննությունը կատարելուց հետո ակնհայտ էր, որ կատարողը տարածքին ծանոթ է, ելքը մուտքին ծանոթ է եւ պատուհաններն ու դռները առանց վնասելու մուտք էր գործել տարածք։ Այս եզրահանգումը դարձավ 4 ամիս առաջ կատարված գողության արագ բացահայտման նախապայմանը։ Գործարանի տարածք մուտք գործող անձեր շրջանում կատարված աշխատանքներից հետո պարզ դարձավ գողության հեղինակը, որը Երևան-Սևան ավտոճանապարհից բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 22-ամյա Ժորա Հովեյանն է։ Անասնապահ է չշահագործվող արտադրամասի տիրոջ ֆերմայում։ Կովերի համար ջուր այստեղից է տանում տիրոջ մեքենայով։ Մի օր էլ որոշեց ջրի փոխարեն գողացած պոմպերի շարժիչները տեղափոխել ընդունման կետ։ Զավոդում անասուններ էի պահում եւ որոշեցի մի օր գողություն անել։ Եվ գողացա սպիրտի ջրի նասոսի մոտորները։ Գողության փաստով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաքննությունն իրականացնում է Կոտայքի քննչական բաժանմունքը։ Ժորա Հովեյանը ստորագրությամբ բաց է թողնվել։